Օգոստոսի 31-ի Փակշուկայի ակցիայից հետո մի շարք քաղաքացիների, նաև ինձ, հետապնդել են անհայտ անձինք, որոնք առանց թաքցնելու պարզապես մեր հետևից են քայլել։ Շողակաթ Վարդանյան, ուսանող եմ, մասնակցում եմ քաղաքացիական անձնազոհություններին։ Փակշուկայի դեպքից հետո շատ ավելի ակտիվ կերպով սկսել են ինձ հետևել, մինչ այդ էլ մեր տան մոտ ոստիկանություն էր շրջում, ինչպես նաև տարօրինակ անձինք, բայց նրանց ես չեմ տեսել, մայրիկս է տեսել։ Իսկ երեկ, երբ որ ես դուրս եկամ երեկոյան, երկու հոգի հետևիցս գալիս էին ու շատ ակնհայտ էր, որ իրանք ինձ հետևում են։ Երեկ Փակշուկայի ակցիայից հետո մինչև մեր տան բակ Nissan Toyota Magnişi մեքենա է ինձ հետևել, ներսում ինքը կարմիր լույս ուներ, որը որպես տաքսի կարելի էր ընդունել, բայց տաքսի չէր, քանի որ ուղիղ իմ տաքսու հետևից էր գալիս։ Ես կասկածներ ունեմ, որ դա Փակշուկայի տեր Սամվել Ալեքսանյանի մարդկանցից էր, որ հետևում էր մեզ, քանի որ նաև ես գիտեմ, որ իմ ընկերների նկատմամբ են այդպիսի գործողություններ դիտվել, տղաներին սպառնացել են, աղջիկների հետևից նույնպիսի մեքենաներ են շրջել։ Լևոն Ստեփանյան, մասնագիտության պատմաբան, նաև ուսուցիչ դպրոցում, նախախորհրդանի քարտուղարության անդամ։ Լավ, ինչ սպառնալիքներ եք ստացել ում կողմից եւ երբ։ Փակ համարից չոր անձինք զանգել են սկզբից իմ Զարմիկ քերին, հետո զանգել են դպրոց, որտեղ ես աշխատում եմ, ապա հետո զանգել են մեր տուն, վերցրել տատիկս ու սպառնացել են, որ թող հետ կանգնի Մաշտոցի շուկայի պայքարից, այլապես մենք ամբողջ ազգուտակի տեղը գիտենք, իրան կվերացնենք ամբողջ ազգուտակը։ Այդպեսի այդ բնույթի սպառնալիքն